Պարոն Շարմազանով Վարդին Սարգսյանի կենտրագրությունը հենց ուղիղ հակադարձում է օրվա իրողությունների, ամեն դեպքում այս իշխանությունները նաև այստեղ քննարկել են հանգամանքը այսին որ շարունակում է Վարդին Սարգսյանի գաղափարներով առաջնորդել են։ Ո՞վ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը այստեղ չի եղել, Փաշինյանի շատերի ներկայացուցիչները։ Համոմի շարունակում են Վարդին Սարգսյանի գաղափարները։ Նախ ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս այս ժողովրդին 20-րդ դարավերջին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի աղբյուր։ Ես երջանկություն չեմ ունեցել ուղիղ շփվելու Վազգեն սպարապետի հետ, բայց պարտաբանիս մասնագիտական մանրածնի ուսումնասիրության են ենթարկել մեծ սպարապետի գործունեությունը։ Նա ընկիչ մարկանցից էր, ունեցել կարծում է, որ հոգեղեն հերոս էր և մտավորական էր և ռազմիկ էր և շատ քիչ արենում, որ հայոց սուրն ու գրիչը մի մարդու մեջ իրավանքում։ Սպարապետ Վազգենն այն մարդն էր, որը և գրչող, և ուժեղ և սերով։ Ինքը կարողացավ և սուրը և գրիչը իրավանքում։ Վազգեն Սարգսյանի մեծությունը նախ և առաջ հայոց անկախ պետականության ծառայելու, հայոց բանակի հիմնադրելու, հայկական Արցախի, Արցախի ինքնորոշման իրավունքի, Արցախի հաղթանակը պահպանելու, Արցախի հայկականությունը պահպանելու մեջ է։ Եվ հենց դրա համար ենք մենք մեծարում և իրականից մեծարում Վազգեն Սարգսյանին, որ էլի 90-ականներին շատ աշխարհաքաղաքական կամ ներքին քամիների մի կողմ դնելով ինքը իր ընկերների հետ, որոնց մեջ էր իր գաղափարակից ընկեր, իր լավ ընկեր Սերժ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, շատ ու շատ մարդիկ, նա պայքարում էր Արցախի հայկականության համար, Արցախի ինքնորոշման իրավունքի համար։ Իսկ այսօրվա իշխանությունը կանգնում ասում է 91 թվականից արդեն Արմաթայի հռչակագրով Արցախը ճանաչված էր, կամ 94 թվականից Հայաստանի իշխանությունը բանակցում էր միայն Արցախը հանձնելու մասին։ Վազգեն Սարգսյանն ով է եղել իր ժամանակ։ Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախարար է եղել, պետնախարար է եղել, վարչապետ է եղել, անվտանգության խորհրդի անդամ է եղել եւ բոլոր խնդիրների տեղյակ է եղել։ Այսինքն Վազգեն Սարգսյանը բանակցել է կամ պաշտպանել է Արցախի Ադրբեջանին հասնումը։ Այսօր ովքեր որ կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքը, կամա թե ակամա, նրանք դեմ են դուրս եկել Վազգենի գաղափարական Վազգենի գործին։ Սա տենց է։ Վազգենը Արցախի հայկականության, Արցախի ինքնորոշման իրավունքի, հայկական Հայաստանի, ազգային Հայաստանի, հայ արժեքների պաշտպանողներ, սրանք հակառակը։ Վազգենը չէր ասում, որ եթե նույնիսկ ամբողջ աշխարհը լինի հոմոսեքսուալների եւ աղանդավորների պաշտպան, ինքը դրանց պաշտպանը լինել չի կարող։ Այս իշխանությունը 18 թվականից եկել է ում է պաշտպանել։ Տրանսգենդերներին, հոմոսեքսուալներին։ Արցախն էլ հանձնել է, մի հատ էլ գովում է, որ Արցախը միշտ Ադրբեջանն է եղել։ Ինչ կապ ունեն Վազգենը Նիկոլ Փաշինյանի հետ կամ Նիկոլ Փաշինյանը սպարապետ Վազգենի հետ այնքան ընդհանրություն ունի, ինչքան օրինակ Հիտլերը քրիստոնեության։ Ինչ ասել։ Պարոն Շարմազանով, այսօր գերիների մասին հարցադրումների պատասխան օրինավոր պահվող, օրինակ Անդրանիկ Քոչյանը մեղադրեց բոլորին, Արցախի անվտանգության առողջներին, բայց ոչ Հայաստանի իշխանություններին։ Ճիշտ է սալատներն ուղղել այս կողմից։ Գիտեք, ես դե որ Հայաստանում իշխանություն լինել գերի չէին։ Քանի որ Հայաստանում ադրբեջանական կոլաբորացիոնիստական ռեժիմը այդ մարդիկ են գերի ինքան Արցախն հայատապվեց։ Երբ որ դուք չեք իշխանության Արցախը հայկական է, այդ մարդիկ էլ ոչ թե գերի են, այլ բոլորը գնում եք Արցախ, այդ մարդիկ ձեզ պատիվ են տալու ճանապարհում։ Լավ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ սպարապետին եւ բոլորիս, ու Աստված տա մյուս մարտի 5-ին մի քիչ ավելի այս ունենան գալու։ Արի,